Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Չար եւ շնացող ժողովուրդը նշան է փնտրում։ Սովորական պարզ մի օր էր, սիրելիներ, երբ Հիսուս ժողովարան գնաց, այնտեղ հիվանդին շաբաթօրով բժշկեց, փարիսեցիներն օրենսգետները դա մեղք համարեցին, որ շաբաթօրով Հիսուս բժշկություն էր կատարել։ Հիսուս սկսեց նրանց խրատել, բացատրել հատկապես բոլոր մեղքերը, որ գործում է մարդը, կարող են ներվել բացի Սուրբ Հոգու դեմ հայոյությունը, որ ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում պիտի ներվի։ Հանկարծ այդ պահին այս փարիսեցիներն օրենսգետները մոտեցան Հիսուսին ասելու, թե ինչ նշան ցույց կտաս, որ դու ես Աստծո որդին, որ հավատանք քեզ։ Եվ Հիսուս դառնալով ասաց, որ չար եւ շնացող ազգը նշան է փնտրում, բայց չկա ավելի մեծ նշան, քան Հովնան մարգարեի նշանը։ Ինչու է այսպես պատասխանում Հիսուս, չար եւ շնացող ազգ։ Շնություն բառը մենք միանգամից հասկանում ենք, որ ֆիզիկական դավաճանություն, տղամարդու կամ կնոջ, բայց Աստվածաշնչի մեջ շնությունը նաեւ վերաբերում է Աստծուն դավաճանելուն։ Երբ որ մարդը իր ճշմարիտ Աստծուն երկրպագելու փոխարեն այս աշխարհի մեղքերի առջև է ծնկի իջնում, այս աշխարհում իր համար կուրքեր է կառուցում եւ նրանց պաշտամունք մատուցում, այս աշխարհի մեջ Աստծուց ավելի շատ իրենց կարողությանը, իմաստությանը, հարստությանը, իրենց ծանոթներու բարեկամներ են վստահում, նույնիսկ մեր մեջ տարածված է, չէ՞, մենք մեկս մյուսին ասում ենք իմ վերջին հույսը դու ես, բայց մեր վերջին հույսը եւ ընդհանրապես մեր միակ հույսը Աստված ինքն է։ Սա է որ շնություն է համարում Հիսուս, որ այս մարդիկ ճշմարիտ աստվածպաշտության փոխարեն հավատում են այլ բաների, Աստծուն դավաճանել էին, ուրացել են իրենց կենցաղով, իրենց գործով, իրենց կյանքով, բայց արտաքինից ցույց էին տալիս, որ իրենք հավատում են։ Ունեն աստվածպաշտության կերպարանք, բայց նրա զորությունից շատ հեռու էին։ Ունեն օրենքներ ու մարգարեություններ, բայց իրենք ապրում են աշխարհի օրենքներով եւ աշխարհի մեղքերով։ Երկրորդ չար է կոչում նրանց։ Ինչու, որովհետև երբ որ մարդը մեղքը սիրում է, մեղքի կյանք ապրում է, ինքը ուզի թե չուզի չար է դառնում։ Մեղավոր մարդը միշտ ուրիշներին սկսում է կասկածել, միշտ ուզում է ուրիշներին վատություն անել, միշտ ուզում է ուրիշների վրայով անցնել, ինչպես փարիսեցիները փորձեցին իրենց կեղծ իշխանությունը պահել Հիսուսին սպանելով, Հիսուսին խաչը հանելով։ Ինչու է ասում Հովնան մարգարեի նշանից ավելի մեծ նշան չկա։ Հովնան մարգարեն 3 օր մնաց գետի փորի մեջ։ Հիսուս հետո 3 օր հետո պիտի մնար երկրի ընդերքում գերեզմանի մեջ հարություն պիտի առներ։ Եթե հրյաները դեռ պիտի տեսնեին խաչելություն ու հարությունը, ապա Հովնան մարգարեի դեպքը կատարվել էր։ Երբ որ Հովնան մարգարեն գնաց Նինվե քաղաք Ասորեստան, ասաց, որ ձեր մեղքերի պատճառով պիտի կործանվի ձեր քաղաքը, ոչ ոք նրան չասաց, ինչ նշան ցույց կտաս, որ քո խոսքերին հավատանք, այլ հակառակը, թագավորից սկսած, ասում եմ, մինչև շներն ու կատուները ապաշխարեցին եւ այդ քաղաքը փրկվեց։ Հիսուս մինչև այս պահը բազում հրաշքներ էր գործել, մեռելներ էին հարություն առել, կաղեր էին բուժվել, կուրեր էին տեսել, խուլերի ակնաժներ էր բացվել, բայց այս մարդիկ նորից նշան էին փնտրում։ Ոչ թե հավատալու համար էին փնտրում այդ նշանը, այլ Հիսուսին փորձելու համար։ Դրա համար ասում է Հովնան մարգարեն դատաստանի ժամանակ եւ նինվեացիները ձեր դեմ պիտի ամբաստանեն, որտեղ նրանք հրաշք չտեսան, բայց հավատացին եւ ասում այստեղ Հովնանից ավելի մեծ մեկը կա։ Եվ հարավի դժխոն, լսելով Սողոմոնի իմաստությունը, եկավ Սողոմոնին այցելության։ Շատ հեթանոսներ, անհավատ մարդիկ, մինչև այսօր էլ հրաշք այստեղ ամենամեծ, որ Քրիստոս մինչև այսօր շատ մարդկանց է նորոգում ու փոխում, նոր մատ դարձնում։ Եկավ Սողոմոնին տեսնելու, նրա իմաստությունը լսելու, բայց ասում է Սողոմոնից այսօր ավելի մեծ մեկը կա այստեղ, Հիսուսը։ Բայց մենք շարունակում ենք հրաշքներ փնտրել եւ նշաններ խնդրել Աստծուց։ Այսօրվա բարձ լեզվով սիրելիներ, այսօր բոլորիս հեռախոսների մեջ GPS-ը կա, որ մեր հասցեն գրում ենք, որտեղ ենք ուզում, նա մեզ տանում է։ Մենք չենք էլ հետարքրվում, ինչ ճանապարհով է տանում, ինչու է այս նեղ փողոցը մցրեց, ինչու է այս բարձունքով բարձրացրեց։
Մենք ամեն քայլափոխի մենք չենք կանգնում ասում, տեսնեմ այս խաչմերուկը ճիշտ թեքվեցիր, որ հետևեմ քեզ, այլ վստահաբար նրա մատնանշած ճանապարհով գնում ենք դեպի մեր հասցեն։ Հիսուս մեզ հրավիրում է իր հասցեն, իր բնակության վայրը հավիտենական կյանքը ժառանգելու, բայց մենք ամեն անգամ կանգնում ենք եւ ասում ենք. ցույց տուր նոր նշան, այսքան ճանապարհով որ անցանք, ճիշտ էր, որպեսզի հաջորդ ճանապարհը քայլը քեզ հետ կատարենք։ Տեսեք ամենապարզ օրինակը, մենք այսօր էլ իմանալով, հասկանալով հանդերձ նշան ենք փնտրում։ Հավատում ենք մարդու ստեղծած սարքին, բայց չենք հավատում Տիրոջ խոսքին, Տիրոջ կենթանի ներկայությանը եւ Տիրոջ բերած փրկությանը։ Չենք հավատում։ Ինչու, որովհետեւ մեր մեջ մեղք եւ աշխարհ այնքան նստած են, այնքան ենք մենք աշխարհի հետ բարեկամություն կատարել, որ ամեն բանի հավատում ենք։ Բացում ենք համացանցը, որ բոլորս այսօր մեջն ենք, դրա միջով անցնում ենք, ուզենք թե չուզենք։ Մեր օրվա մի քանի ժամը գոնե համացանցի մեջ լինում ենք։ Ինչ որ կարդում ենք, երբեք չենք մտածում, սա ճիշտ էր գրված, թե սխալ էր գրված։ Նույնիսկ կեղծ լուրերը մենք տարածում ենք, հավատում ենք այդ լուրերին։ Բայց երբ որ խոսքը հասնում է Աստծուն, ասում ենք թող նշան լինի, հավատանք։ Ամենապարզ ստին հավատում ենք, քաղցր սուտը մեզ ավելի հաճելի է, քան փրկաբեր ճշմարտությունը։ Եվ այդ քաղցր ստով մենք սկսում ենք ոչ միայն ապրել, այլև ուրիշներին համոզել, որ այդ ստի մեջ ապրելը ճիշտ է։ Եվ մենք տարածում ենք այդ սուտը առանց անդրադառնալու, որ գուցե մարդը, աշխարհը, մեղքը մեզ այս ճանապարհով է ուզում գցել իր ճանկերի մեջ։ Որևէ մեկի մասին երբ որ մի վատ լուր են գրում, առանց իմանալու կամ հավանում ենք այդ լուրը, կամ մեր վատ մեկնաբանություններն են գնում այնտեղ, մեր կարծիքն ենք հայտնում այնտեղ, առանց հասկանալու այս ամենը ճիշտ էր թե ճիշտ չէր։ Բայց երբ որ ասում են մեկը տանիքից ընկավ ու չմահացավ, հրաշք էր, մենք սկսում ենք տարատեսակ բաներ գրել այնտեղ, որ սուտ է, կեղծիկ է, չկա այդպիսի բան։ Ասում ենք, որ մարդը մի քանի օր մեռած էր, հետո կենդանացավ, ասում ենք սուտ է, հնարված է, որովհետև մինչև այսօր էլ թերահավատորեն ենք վերաբերում հարությանը եւ հավիտենական կյանքին։ Եվ վերջապես սիրելիներ, ինչու ենք մենք այսօր էլ չար ու շնացող։ Այս խոսքը այսօրվա մարդուն էլ է վերաբերում, այսօրվա քրիստոնյանն էլ է չար ու շնացող։ Սա միայն հрьяաներին ասված խոսք չէր, նաեւ մեզ է վերաբերում, որ մենք քրիստոնյաներս ամեն առավոտ երբ որ արթնում ենք մինչև մութը տալիս է, մի քանի անգամ Տիրոջը ոչ միայն ուրանում ենք, ոչ միայն դավաճանում ենք, այլև շնանում ենք մեղքով դավաճանելով այն սրբությունը, որ դրված է մեր մեջ, այն հոգին, որ դրված է մեր մեջ, այն փրկությունը, որով Հիսուս եկել էր մեզ առաջնորդելու, մենք ուրանում ենք այս ամենը եւ փորձում ենք նոր բան անել։ Նման այն մարդուն, որ գնում է բժշկի մոտ, բժիշկը նրան հիվանդությունը տեսնում է, վիրահատում է, բուժում է նշանակում, հանկարծ հիվանդը դառնում ասում է. «Բժիշկ, ուրիշ ինչ կարող ես անել ապացուցել, որ դու ինձ սիրել ես ու սիրով ես այս ամենն արել»։ Բժիշկը պիտի պատասխանի, որ ամենամեծ սերը քո կյանքը փրկելն է։ Այնպես էլ Աստված ամենամեծ նշանը մեր կյանքի փրկությունն է, որ Հիսուսով տվել է մեզ։ Եվ տեսեք շարունակության մեջ այսօր ավետարանը ինչ էր ասում, որ երբ որ մեկը մաքրվում է, սրբվում է, դևը դուրս է գալիս նրա միջից, եւ հանկարծ այս մարդը իր մաքրությունը չի պահում, այս դևը գնում վերադառնում է, իր հետ ավելի վտանգավոր 7 ավելի վատ դևերի է բերում, եւ այս մարդու վախճանը ավելի սարսափելի լինում, քան առաջ էր։ Մենք մի ժամանակ, երբ որ Քրիստոսին չենք ճանաչում, մեղքի կյանք էինք ապրում, մեղավոր ընթացք ունեինք, առանց հավիտենական կյանքի զգացողության ենք ապրում այս աշխարհի մեջ, մեր միտքը, մեր ամենօրյա մտահոգությունը, մեր առօրյա կյանքն էր ոչ ավելին։ Քրիստոս ճանաչելով մենք մաքրվեցինք, սրբվեցինք, բայց գալիս է մի ժամանակ, որ մենք դանդաղում ենք, կանգ ենք առնում, եւ հետո սկսում ենք տեսնել, որ մեր ամեն ինչը, որ արել ենք Քրիստոսի հետ, սկսած այդ ճանապարհին, կամած քանդվում է։ Բայց չենք անդրադառնում ինչու է քանդվում, ինչու այս փորձությունը եկավ, ինչու այս հիվանդությունը եղավ, ինչու այս զախորտության մեջ հայտնվեցինք, չանդրադառնալով, որ մեզ տրված կյանքը մեղքի համար օգտագործեցինք, մեզ տրված կյանքը լույսի համար չօգտագործեցինք, այլ ամեն անգամ կանգ առանք, ասեցինք Աստված, նորից նշան տուր, որ քեզ հավատանք, նորից ապացուցիր, որ դու կաս, որպեսզի հավատանք։
Ինչու է այդպես, որովհետև երբ որ դու կարող ես ամեն բանի հասնել ու տիրանալ, բայց ներսդ միշտ դատարկություն լինի։ Իսկ այդ դատարկությունը միայն Քրիստոսով է լցվում։ Այդ դատարկությունը միայն Քրիստոսով կարող է պարուրվել ու նորոգվել։ Իսկ եթե չկա այդ նորոգությունը, ինչ էլ անես, որտեղ էլ լինես, պիտի հոգնես։ Աշխարհի մեջ այսօր եթե լուրերը ուշադիր տեսնեք ինչ է կատարվում։ Շատ հարուստ մարդիկ, որ ամեն ինչ ունեն, որտեղ ուզեն կարող են գնալ, ում ուզեն նույնիսկ մարդուն կարող են գնել ու վաճառել, հանկարծ ինքնասպան են լինում։ Հանկարծ իրենց տանիքից նետում են կամ թրանյութի ազդեցության տակ մահանում են։ Ինչու՞։ Որտեղ այդ ամենի մեջ չունեն կյանք, չունեն սեր, չունեն իրական երջանկություն, որտեղ այս ամեն ինչքան ունենում ես, քեզ հոգնեցնում է, եւ դու դառնում ես քո հետ ունեցածի ստրուկը եւ դրա համար ես ապրում այս աշխարհի մեջ։ Անկամ այսօր երբ որ մենք շոր ենք հագնում, սպասում ենք թե մարդիկ ինչ կարծիք անեն։ Մենք չենք նայում դա մեզ դուր է գալիս թե չէ, բայց մենք անպայման հետարկում ենք թե մարդիկ ինչ ասեցին։ Մեր սանրվածքը, անգամ աղջիկները շպարը, տղամարդիկ իրենց կեցվածքը, նայում են թե մարդիկ ինչ կխոսեն, ինչ կասեն, ըստ այդմ են ապրում։ Դրա համար լիարժեք չի իրենց ուրախությունը։ Այդ գեղեցիկ երեսի տակ թաքնված տխուր հոգի կա։ Այդ գեղեցկության տակ դժբախտություն կա, վախ կա, անորոշություն կա, որովհետև չեն ապրում ոչ իրենց համար, ոչ էլ թույլ են տալիս, որ Քրիստոս իրենց միջով իրենց ապրեցնի եւ իրենք երջանիկ կյանք ունենան այս աշխարհի մեջ։ Իսկ քանի մենք էլ այս փարիսեցիների պես պիտի գանք ու ամեն անգամ Տիրոջն ասենք, այսօր ինչ հրաշք ցույց կտաս, որ հավատքս ավելի զորանա, Տերը նույն պատասխանը պիտի ասի. չար եւ շնացող մարդ, ինչ նշան ես փնտրում։ Իմ խաչելությունից ու հարությունից ավելի մեծ ինչ նշան ես փնտրում։ Իմ կյանքն եմ տվել քեզ համար, որ դու ապրես։ Իմ կյանքն եմ զոհել քեզ համար, որ դու ուրախ լինես։ Սա ամենամեծ նշանն է մեզ այսօր, սիրելիներ։ Դրա համար ասում է եւ հարավի դժխոն, եւ նինևեացիները, այսինքն այն մարդիկ, ովքեր չիմանալով հավատացել ու ճանաչել են, դատաստանի ժամանակ մեր արժև վկայություն պիտի տան եւ մեզ պիտի անբաց տանեն, որ մենք Քրիստոս ունենալով անհավատ կյանքով ապրեցինք, որ մենք Քրիստոսին ունենալով նրա համար ժամանակ չգտանք, որ Քրիստոսին սիրելով մեր սերը երբեք ցույց չտվեցինք, որ Քրիստոսի մեր կողքն ունենալով ամեն օր նրան դավաճանեցինք ուրիշների հետ եւ ուրիշների հետ մեր կյանքի երջանկությունը կապեցինք, որ Քրիստոսի բերած լույսը խավար համարեցինք, բայց աշխարհի բերած խավարը լույս դարձրեցինք, որպեսզի այս աշխարհի մեջ մի փոքր ժամանակ երջանիկ լինենք։ Երեք մի հաղորդում է նայում։ Այդ հաղորդավարը հարցրեց իր հյուրին. մահից վախենում եք։ Ասեց մահից ինչի պիտի վախենամ, երբ որ գիտեմ դա անպայման ինձ հետ պիտի պատահի։ Վախենալուն ասեց այն է, երբ որ քո կյանքը սիրո փոխարեն մահվան խորհրդով ես ապրում, ոչ թե ապրելու համար ես ապրում։ Մահը պիտի գա, ոչ ոք մահից չի խուսափելու։ Մեզ չհամոզենք, որ մահ չի լինելու, մենք հարուստ ենք, մեզ չի պատահելու, մենք իմաստուն ենք, հավատացյալ ենք, անպայման պիտի գա, բայց շատ կարևոր է, որ գա, դու ինչպես իրեն պիտի դիմավորես, ժպտալով, թե վախենալով։ Դու պիտի ժպտաս, որովհետև մահով Քրիստոսին պիտի տեսնես, թե պիտի վախենաս, որ չես հավատացել այդ կյանքին եւ փորձել ես կարճած մնալ այս աշխարհի մեջ։ Այս աշխարհի մեջ մեր ժամանակը շատ կարճ է, սիրելիներ։ Շատ կարճ, մենք չենք հասցրել հիշել, թե երբ ենք ծնվել, այսօր զգում ենք, որ մահը մոտ է մեզ։ Բայց այս ժամանակի մեջ, այս կարճ փոքրիկ ժամանակի մեջ մենք հասցրել ենք ատել, թշնամանալ, ոխ պահել, խռով ապրել այս աշխարհի մեջ, չանդրադառնալով, որ մեր ամեն օրը կարող է վերջին հնարավորությունն էլ այդ ամենը շտկելու համար։ Դրա համար է Հիսուս ասում. չար եւ շնացող ազգ, նշաններ մի փնտրեք։ Ամենամեծ նշանը մեր կյանքի մեջ Հիսուս Քրիստոս ինքն է եւ Հիսուսին մոտենալով է, որ դու պիտի ճանաչես։ Երբ որ անառակ որդին վերադարձավ, հայրը չասաց, մի հատ ցույց տուր, նշան ցույց տուր, որ դու փոխվել ես, որ քեզ ընդունեմ։ Մի անգամից ընդունեց։ Եթե մարդը կարող է այսպես վարվել, զղջացող մարդուն չասել ապացույց ցույց տուր, ապա մենք ինչու ենք Տիրոջից ապացույցներ փնտրում, հասկանալու, որ ինքը մեզ սիրում է եւ այդ սերը երբեք չի սակարկվում, չի նվազում, չի պակասում, այլ հակառակը ամեն օր ավելի զորավոր
հրավիրում է մեզ դեպի այդ փրկությանը։ Թող Տիրոջ սերն ու խաղաղություն ամենքիս հետ լինի, սիրելիներ, որ մեր ժամանակ այնպես օգտագործենք, այնպես ապրենք, որ մենք նշաններ չփնտրենք, այլ հակառակը մենք նշաններ դառնանք այն մարդկանց համար, ովքեր դեռ անորոշության մեջ են, ովքեր դեռ կասկածներ ունեն, ովքեր դեռ վախենում են, ովքեր դանդաղում են, ովքեր կասկածում են, այդ մարդկանց հնարավորություն տանք Քրիստոսին ճանաչելու եւ Քրիստոսով ապրելու։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։